Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Այսօր կխոսենք հայոց պատմության հերոսական դրվագներից մեկի Վանի ինքնապաշտպանության մասին։ Կանդրադառնանք այն աներևակայելի հերոսությանը, ինքնազոհությանն ու միասնականությանը, որ ցուցաբերեցին վանեցիները թուրքական բանակների առջև։ Իրականում վանեցիները շատ լավ հասկացել ու կանխատեսել էին թուրքական իշխանությունների թշնամական վերաբերմունքը, ուստի զանգվածային հնարավոր հարձակումները անխուսափելի էին։ Եվ արդեն ինքնապաշտպանության նախօրյակին Արամ Մանուկյանը արդեն իսկ սկսել էր որոշակի կազմակերպչական գործողություններ, հավաքագրել էր ինքնապաշտպանական խմբեր, զենք, զինամթերք, ըստ էության ամբողջ քաղաքը եւ հատկապես քաղաքի հայկական թաղամասերը վեր էին ածվել պաշտպանական բաստիոնների։ Սա տեղի ունեցավ 1915 թվականին, այն ժամանակ, երբ հայերի նկատմամբ իրականացվում էին ցեղասպանական գործողություններ եւ այս գործողությունների ֆոնին ինքնապաշտպանության դիմելը շատ կարեւոր էր ոչ միայն հոգեբանական, այլև ռազմական գործողությունների առումով։ Սկսենք այն կետից, երբ սկսվեցին Վանի ինքնապաշտպանության նախապատրաստական աշխատանքները, ինչ իրավիճակ էր ըստ էության ստեղծվել եւ ինչպես ստացվեց, որ Վանը այնուամենայնիվ որոշեց պաշտպանվել։ Տարածված կարծրատիպ կա եւ ցավոք շատ հաճախ է այսօր տարածվում մեր ինքնապաշտպանական բնազդը դիմադրողական ներուժը նսեմացնելու համար եւ փոքրացնելու համար այն գաղափարը իբրև թե հայերը հայոց ցեղասպանության ժամանակ ընդհանրապես չեն դիմադրել, մորթվել են առանց դիմադրելու, շատ ընդ որում անվայելուչ արտահայտություններ են անում, ասում են այդպես լուր, այո, այդպես անդեմ ձևով եւ այլն, ինչը իհարկե մեծագույն անարգանք է նախ եւ առաջ զոհերի նկատմամբ եւ առաջին հերթին այն մարդկանց հիշատակին, ովքեր որ կազմակերպել են ինքնապաշտպանական մարտեր, իսկ մի քանի տասնյակ ինքնապաշտպանական մարտերի մասին մենք ունենք հստակ տեղեկություններ եւ այդ մարտերի մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն Վանի եւ Մուսալեռան հերոսամարտերը, որովհետեւ այս երկուսի դեպքում մենք ունենք իրավիճակ, երբ որ տեղի հայության 85-90%-ը փրկվել է հենց այդ ինքնապաշտպանական գործողությունների արդյունքում։ Եվ մասնավորապես Վանի ինքնապաշտպանությունը առանձնահատուկ է, որովհետև Արևմտյան Հայաստանի տարածքում փաստորեն թուրքական իշխանությունները Օսմանյան ամբողջ վարչամեքենան անցել էր կազմակերպված ցեղասպանական գործողությունների եւ Վանի հայությունը կարողացավ կանխազգալ տեղի ունեցողը, կանխատեսել հստակ ինչ է սպասվում իրենց եւ անցնել ինքնապաշտպանական գործողությունների։ Սա իհարկե պատահական չէ։ Վանը առանձնահատուկ էր մի շարք հանգամանքներից ելնելով։ Նախ Վանում շատ բարձր էր կրթական ցենզը։ Այս առումով վանեցիները առանձնահատուկ վիճակում էին։ Նրանք նաև արհեստավորական թաղամասեր ունեին, որտեղ բավական նյութական նաև հնարավորություններ ուներ բնակչությունը ժամանակի հետ։ Այստեղ Վանում ձևավորվել են շատ այդպես հստակ Վանի նահանգի համար մենք կարող ենք բնորոշումներ տալ։ Ձևավորվել է առաջին օրինակ ժամանակակից տիպի դպրոցը Արևմտյան Հայաստանի։ Խոսքը Վարագավանքի դպրոցն է, որ Խրիմյան հայրիկը դեռ 1857-ին այսպես նոր ձևով կազմակերպեց, նոր տիպի դպրոց ասածն ինչ է, որ մեր պատկերացրած դասասենյակներն են, նստարանները, սեղաններով եւ գրատախտակ, դասագրքեր եւ այլն եւ այլն։ Այստեղ է ձևավորվել առաջին զանգվածային տպագրություն ապահովող արևմտահայկական կենտրոնը նույն Վարագավանքում, հենց նույն Խրիմյան հայրիկի կողմից։ Առաջին հասարակական քաղաքական լրագիրը Արծվի Վասպուրականի, հետո այդտեղ հայրենաճանաչողական բնույթի նյութեր էին տպվում, զանգվածաբար տարածվում Վանի նահանգի շրջանում։ Այստեղ ձևավորվում է հետո առաջին ազատագրական խմբակը 1872 թվականին Միություն ի փրկություն, Արևմտյան Հայաստանում դա առաջինն էր։ Երկրորդ, երրորդ խմբակները եւս Վանում էին, Զինակիր, Սև խաչ, այս երկու
խմբակները, որոնցից օրինակ Սև խաչը վրիժառույական բնույթ ուներ դավաճանների նկատմամբ հատկապես թուրքական իշխանությունների հետ համագործակցողների։ Այստեղ ձևավորվում է առաջին հայ քաղաքական ազգային կուսակցությունը, արմենական կուսակցությունը 1885-ին, եւ սա նաեւ այն վայրն էր Վանը, որտեղ առաջին անգամ ազգային 3 կուսակցությունները 1896 թվականին դեռևս Աբդուլհամիդյան ցեղասպանական գործողությունների ժամանակ համախմբել են ուժերը քաղաքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Այսինքն նաև համագործակցային մթնոլորտի առումով ներազգային ներդաշնակության եւ միասնության տեսանկյունից Վանը եւս բացառիկ օրինակ էր։ Եվ այս ամենը դրսևորվեց նույն կերպ նաև 1915-ին այս նշածս 9 փաստերի կողքին 10-րդ դրոշ շատ կարևոր պետք է նշեմ, Վանի նահանգը, եթե մենք Արևմտյան Հայաստանի էթնիկական քարտեզով նայենք, հայերի գերկենտրոնացման գլխավոր օջախներից էր, Վանալճի ավազանը ընդհանուր, այստեղ հայերը շարունակում էին կազմել ամենամեծաթիվ էթնոսը, հատկապես եթե մենք հենց Վանի գավառի տարածքում ենք առանձնացնում, ապա այստեղ հայերը բացարձակ մեծամասնություն էին, ընդհանուր Վանի նահանգում հենց ցեղասպանության եզրափակիչ փուլի նախօրեին, այսինքն 15 թվականի նախօրեին, մենք տեսնում ենք 220,000 մոտ հայություն եւ այս հայությունը դեռ հսկայական կորուստներից հետո էր այսքան մնացել։ Օրինակ Աբդուլհամիդյան ջարդերից առաջ առաջնորդանի տվյալներով 300,000-ի էր հասնում հայության թվականակը։ Մասնագետների տարբեր հաշվարկներ կան 250,000-ից 300,000-ի սահմաններում։ Աբդուլհամիդյան ջարդերից 20,000 սպանված, 20,000-ի չափ հեռացածներ, հիմնականում ռուսական կայսրության տարածք եւ մինչեւ 30,000 նույնիսկ բռնի մահմեդականացվածներ։ Եվ ահա այս իրավիճակը 1915-ի սկզբին մենք տեսնում ենք շատ սրված ձևով, ուրեմն ապրիլի սկզբին ակնհայտ էր, որ Վանի նահանգում ընթանում են ցեղասպանական գործողություններ, նահանգապետ էր նշանակվել Ջևդեթ Փաշան, ով հայտնի էր իր հայատյաց դիրքորոշումներով եւ նա պատրաստ էր ցանկացած միջոցի, չէր էլ թաքցնում, որ նպատակը հայերին ոչնչացնելն է, եւ որպես առաջին քայլ նա երկու նշանավոր հայ գործիչների, Իշխանին եւ Վռամյանին կազմակերպեց, որ սպանեն եւ դրանից հետո արդեն ակնհայտ էր նաեւ, որ բոլոր շերտերի նկատմամբ ցեղասպանական գործողությունները շարունակվել են։ Այստեղ կարևոր է նշել, որ Վան քաղաքից առաջ Վանի նահանգի գյուղական շրջաններում ջարդարական գործողությունները սկսվել էին եւ զանգվածաբար գավառահայությունը, այսպես ասած, այսինքն գյուղական եւ այլ քաղաքային կենտրոնների բնակչությունը շարժում էր դեպի Վան քաղաք, որտեղ տեղյակ էին, որ ինչ որ գործընթաց է ընթանում ինքնապաշտպանության կազմակերպման։ Եվ արդեն միայն ապրիլի այդ ջարդարական գործողություններից մինչև 26, 28, մինչև նույնիսկ 30,000 հայ ոչնչացվել է եւ Վանի նահանգը իհարկե հիմնական փրկված հայության բեկորները արևմտահայության հենց վանեցիներն են, բայց փաստորեն գյուղական հատվածում հատկապես շատ մեծ կորուստներ ունեին։ Արդեն ապրիլի 1-ին Շատախում տեսնում ենք ինքնապաշտպանություն է սկսվում, նրա կենտրոն Թաղավանում եւ մյուս գավառներում եւս, իսկ արդեն այս ամենի արդյունքում մոտ 70,000 հայ գավառահայություն, այսպես ասած, ապաստանել էր քաղաքում։ Քաղաքն ուներ մոտ 23,000 հայ բնակչություն, 20,000 այգեստանում էր, մի փոքր ավելի, եւ մոտ 3,000 էլ քաղաքամեջ թաղամասում։ Նրանք իրարից 5-6 կիլոմետր հեռավորության վրա էին եւ նրանց միջև ապրում էին մուսուլմաններ եւ կարևոր խնդիր էր նաեւ մուսուլմաններին բացատրելը, որ հայերը իրենց հետ խնդիր չունեին, խնդիրը իրենց դեմ եկած թուրքական զորքերն են եւ սա շատ կարեւոր էր, որ երկու թաղամասերը որևէ կապ իրար հետ կարողանային ապահովել եւ նաեւ հանկարծ ինքնապաշտպանության ժամանակ թուրքական բնակչությունը թիկունքից հայերին չհարված էր։ Եվ այն թեզը թուրքական իբրև թե
հայերը ապստամբներ էին, ապստամբել էին եւ դրա համար էին թուրքերը զորք ուղարկել, հերկվում է հենց սրանով, որ քաղաքի թուրք բնակչության մեծ մասը համոզվել է, որ հայերը որևէ ապստամբ չեն եղել եւ իրենց դեմ գործողություն չեն պլանավորել, հակառակ ինքնապաշտպանվելու խնդիր ունեին եւ եթե թուրք շարքային բնակիչ այդ համոզումն է ունեցել, հետեւաբար թուրքական այսօրվա թեզը լրիվ զրոյանում է։ Հիմա պատկերը այնպես է ստացվում, որ Վանի նահանգի փաստորեն մի ստվար բնակչություն շարժում է քաղաք, ընդ որում անցման ժամանակ տարբեր փոքր հերոսամարտեր են եղել, ընդ որում եղել են հերոսամարտեր, որտեղ փաստացի բոլոր մասնակիցները իրենց կյանքի գնով ապահովել են հայ բնակչության անցումը, տեղափոխումը Վան քաղաք։ Այդպիսի հերոսամարտերից մեկը Կեմ գյուղի հերոսամարտն է, որտեղ մոտ 500 տղամարդիկ, այսինքն փաստացի գրեթե բոլոր չափահաս տղամարդիկ կռվելով ապահովել են բնակչության անցումը եւ մինչեւ վերջին մարտը զոհվել են։ Սա շատ այդպես բնութագրական փաստորեն իրավիճակ է Վանի նահանգում ինչեր կատարում եւ ստացվում է, որ ապրիլի 7-ի նախօրեին ինքնապաշտպանության մեկնարկի նախօրեին Վանում մոտ 100,000-ի չափ հայեր կենտրոնացել արդեն։ Վանի ինքնապաշտպանությանը մասնակցում էին բացառապես գրեթե բոլորը, նույնիսկ կանայք ու երեխաները, ովքեր թիկունքում զենք էին պատրաստում, առաջին օգնություն էին ցուցաբերում, անհրաժեշտության դեպքում նաև մարտնչում էին։ Վանի գործողությունները իհարկե ոչ ամբողջությամբ, բայց որոշակի արձագանք գտան նաև համաշխարհային մամուլում։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես հայերը կարողացան կազմակերպել դիմադրությունը մարտավարական առումով, ովքեր էին այն պատմական անձինք, այն գործող անձինք, ովքեր ըստ էության իրենց ձեռքն էին վերցրել ամենապատասխանատու գործը կազմակերպել, առաջ տանել, այս մասին եւս խոսենք։ Այստեղ շատ կարևոր էր, որ 3 հաջանակ գործող կուսակցությունները միասնաբար հանդես եկան։ Կարևոր էր նաև, որ ապահովեց հասարակության բոլոր շերտերի փաստորեն կոնսոլիդացիա համախմբում եւ հետաքրքիր է, որ ոչ միայն այդ ժամանակ անուն ունեցող գործիչներն էին, ինչպես օրինակ Այգեստանի զինվորական մարմնի ղեկավարներ Արմենակ Եկարյանը, նրա անդամներ բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը, Արամ Մանուկյանը, շատ կարևոր անձ այս ամենում, որ նաև ռուսական հրամանատարության հետ պիտի կապի մեջ դուրս գար եւ փաստորեն լիներ կապող կամուրջ հետագա իրադարձություններում, նաև քաղաքամեջում Հայկակ Կոսոյանը, Եզնիկ Վարդապետը, այս անձանց կողքին կային նաև պատանիներ, նույնիսկ կանայք, ովքեր իրենց անունները ոսկե տառերով էին գրում պատմության մեջ, Վանի հերոսամարտի պատմության եւ ինչու ոչ ամբողջ հայոց պատմության մեջ։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ մենք գործ ունենք նույնիսկ մտավորականի կերպարի հետ, օրինակ Փանոս Թերլեմեզյանը մեր ռուստադիտողին ավելի ծանոթ է որպես նկարիչ, որպես կերպարվեստի նշանավոր գործիչ եւ մտավորականը այնքանով է մտավորական, որ հարկ եղած դեպքում հանդես է գալիս որպես վճռորոշ դերակատարություն ունեցող հանրային գործիչ, տվյալ դեպքում նույնիսկ ռազմական գործիչ, այո, նա զինվորական մարմնի անդամ է եղել եւ կարևոր դերակատարություն Վանի հերոսամարտի մեջ։ Ապագա գրող, ապագայում հայտնի պիտի դառնա որպես գրող Լեռ Կամսարը այդ ժամանակ տակավին պատանի եւս աչքի ընկել տարբեր գործողություններում։ Պատանիների այդպիսի պլեադայում հետաքրքիր անուններ կան, օրինակ Ասլան անունով հայտնի մի հերոս կար, որ աչքի ընկել տարբեր գործողություններով։ Հետաքրքիր է մի նաև 19-ամյա մի այսպիսի աղջկա օրինակ, որ սխրագործությունների շնորհիվ նույնիսկ պատվո խաչ շքանշանի է արժանացել, խոսքը Իսկույի Համբարձումյանի մասին է, ով նաև Սևո պես մականունով էր հայտնի եւ փաստորեն հայ հերոսուի կանանց սխրանքի օրինակ եւս կա Վանի հերոսամարտում։ Ջևդեթ Փաշան չէր թաքցնում իր մտադրությունները եւ 12000 կանոնավոր բանակ էր բերել վանեցիների դեմ պայքարելու համար։ Սա դեռ չհաշված այն տարբեր զինյալ խմբերը,
անկանոն, որ միացել էին Ջևդեթ Փաշայի ստորաբաժանումներին, եւ նա նույնիսկ գնում էր այնպիսի մեթոդների, որ օրինակ Բիթլիսի նահանգից համոզել էր տեղի քրդերին, որ եթե նրանք կարողանան միանալ այս գործողություններին, ապա ամբողջ ավարը նրանց է շնորհվելու։ Եվ այս մոտիվացված խմբերին եւս ներգրավում էր փաստորեն հայերի դեմ գործողություններին։ Հետո տեսնում ենք, որ վանեցիները փաստացի ունեին կոնկրետ Այգեստանում առավելագույնը 1500 տղամարդ, ով կարող էր հանդես գալ որպես զինվոր, եւ ընդամենը 500-ից մի փոքր ավելի ատրճանակ եւ նույնքան էլ հրացան։ Վանեցիների ունեցած միջոցների հաշվին եւ մետաղի համապատասխան հումքի հաշվին տեղի վարպետները կարողացան 2 թնդանոթ պատրաստել, իսկ նրանց դեմ միայն գերժամանակակից 12 թնդանոթ ունեին թուրքական զորքերը, չհաշված դրանից ավելի հին այդպիսի տեխնիկան, եւ բնականաբար կանոնավոր բանակը լավ զինված էր, նրանց հրացանները շատ ավելի որակյալ էին եւ քանակի սպառազինության խնդիր նրանք բացարձակապես չունեին։ Հենց այս ամենը հաշվի առնելով է, որ նրանք մտածում էին, որ շատ հեշտ կհասնեն հաջողության, բայց ժամանակը ցույց տվեց, որ վանեցիները պատրաստ էին իրենց քաղաքը պաշտպանել ամեն գնով եւ հստակ դերաբաժանում էր կատարվել, ով ինչ կարողանում էր, սկսած բժշկական ծառայությունների համար հստակ առանձնացված խմբերից, պարեն ապահովողներին, նույնիսկ կանանց խմբեր կային, որ զգեստ էին կարում զինվորների համար, պատառոտված զգեստները շատ արագ նորոգում եւ այլն, եւ բոլոր փաստորեն գործողությունների համար մարդիկ գիտեին, որ ամեն մեկը ունեն հստակ գործառույթ։ Եվ նրանք փաստորեն մեկ բռունցք դարձած ապահովեցին հաջողությունը Վանի հերոսամարտում։ Վանի ինքնապաշտպանությունը սկսվում է ապրիլի 7-ին եւ շարունակվում է մինչեւ մայիսի 5-ից 7-ը, արդեն մայիսի 5-ին տեղի ունենում հետեւյալը, հայ կամավորական ստորաբաժանումները, որ կռվում էին ռուսական կայսրության կանոնավոր բանակի կազմում, նրանցից առաջավոր խմբերը 150 հոգի Խեչոյի գլխավորությամբ հասնում են Վան քաղաք։ Այնուհետև արդեն հաջորդ օրերի ընթացքում նոր ստորաբաժանումներ, ամսի 7-ին արդեն քաղաք է մտնում ռուսական կանոնավոր բանակը։ Արդեն ամսի 6-ից թուրքական ուժերը նահանջել էին եւ դադարեցրել էին ռազմական գործողությունները Վանի ուղղությամբ։ Ստացվում է, որ վանեցիները շատ կարեւոր մի բան արեցին, ապահովեցին քաղաքում հայերի անվտանգությունը, սեփական կյանքի գնով, շատ տղամարդկանց կյանքի գնով, ինչեւ որ ռուսական կանոնավոր բանակը կգար կհասներ։ Այստեղ պետք է շեշտենք մի շատ կարևոր հանգամանք, որ Վանի ինքնապաշտպանության ղեկավարները տեղյակ էին դրա մասին, նրանք գիտեին, որ իրենց ժամանակ է պետք, այսինքն հավերժ ամիսներով դիմադրել օսմանյան բանակին, այդպիսի ծրագիր նախապես չկար, ծրագիրը շատ պարզ էր, ռուսական կայսրության բանակը Իրանի հյուսիսում էր տեղակայված եւ այդտեղից շարժում էր Վանի նահանգի ուղղությամբ։ Եվ ստացվում է, որ Վանի նահանգը ուղիղ սահման չուներ ռուսական կայսրության հետ, բայց Պարսկաստանի հետ սահման ուներ եւ ռուսական բանակը հենց այդտեղով պետք է մտներ Վանի ուղղությամբ։ Ստացվում էր, որ հաշվարկ կար, որ պետք է այնքան ժամանակ ինքնապաշտպանություն արվի, որ այդ ուժերը հասնեն։ Եվ սկզբնապես կարծեք շատ պես նպաստավոր պայմաններ են ստեղծվում եւ Վանի նահանգապետ է կարգվում արդեն ռուսական ադմինիստրացիայի ներքո, ռուսական վարչական իշխանության Արամ Մանուկյանը, գեներալ Նիկոլաևի հետ նրանք ուղիղ փաստորեն հաղորդակցման մեջ էին, մենք պետք է այստեղ նկատի ունենանք, որ Արամ Մանուկյանն արևելահայ է, նա արևմտահայ չէ եւ այդ առումով նա ուներ որոշակի վստահություն, թե ռուսական իշխանությունների կողմից եւ թե արևմտահայերի, որովհետև միշտ եղել էր արևմտահայ հաստատագրական շարժման կողքին, դաշնակցական գործիչ էր, արևմտահայության շրջանում այդ ժամանակ դաշնակցությունը բավական մեծ հեղինակություն էր վայելում եւ ստացվում է երկուսի համար վստահելի եւ կամրջող անձ էր դառնում։ Այս իրականությունը ցավալի ելք է ունենում արդեն ամռանը, հուլիսի ընթացքում պարզ է դառնում, որ ռուսական ուժերը պետք է ժամանակավոր դուրս գան Վանից եւ պաշտոնապես հիմնավորումն այն էր եւ հիմա էլ ռուսական պատմագիտական միտքը դա է
առաջ մղում այդ տեսակետը, որ գերմանական ուժերը շարժում էին Պետրոգրադի ուղղությամբ, այսինքն բավական մեծ հաջողություններ ունեին եվրոպական ասպարեզում գերմանացիները, որ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին, ավագ դաշնակից, ռուսները այդտեղ անհաջողություն ունեին եւ պետք է ուժեր տանեին այստեղից, որպեսզի այդտեղ կարողանան կասեցնել առաջխաղացումը, թե որքանով է այս տեսակետը իրականության համապատասխանում, սա դեռ երկար պատմագիտական բանավեճի հարց է։ Փաստն այն է, որ ռուսական հրամանատարությունը կոչ է անում Արամ Մանուկյանին, որ հայերը հետևեն իրենց եւ սկսում է Վասպուրականի մեծ գաղթը, վանեցիների մեծ գաղթը դեպի Արևելյան Հայաստան, ընդ որում վանեցիների գաղթ լինում է նաեւ 1918-ին, ինչու։ Ուրեմն 1917 թվականի դրությամբ, երբ որ Վան քաղաքը արդեն նորից գտնվում էր ռուսական փաստորեն զորքերի վերահսկողության ներքո եւ Փետրվարյան հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը ապրիլին հնարավորություն տվեց, որ հայերը վերադառնան իրենց տներ եւ մուսուլմանները փոխարենը չվերադառնան, այսինքն ովքեր հեռացնեն ռուսական իշխանությունից չվերադառնան։ Դրանից հետո զանգվածաբար հայերը հետ էին գնում իրենց տներ եւ թվում էր ազգային կյանքի վերականգնման մեծ հնարավորություն կա եւ միայն Վանի ուղղությամբ 25000 հայ վերադարձել է եւ ստացվում է, որ Գավառում եւ ամբողջ քաղաքում հայկական կյանքը պետք է վերածնվեր, բայց 1918-ի հունվարի 28-ին Օսմանյան կայսրությունը իր դաշնակից Գերմանիայի օրինակին հետևելով հարձակման անցավ ամբողջ ռազմաճակատով եւ այս անգամ եւս վանեցիները ստիպված էին շատ արագ դիմել գաղթի դեպի Արևելյան Հայաստան։ Այս առումով իհարկե Վանը փաստորեն մեր պատմական հինավուրց հնագույն մայրաքաղաքը մնաց առանց իր իրական տերերի, հայերի եւ այստեղ որպես մխիթարանք մնում է այն փաստը, որ հենց նախ եւ առաջ ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է վանեցիների մոտավորապես 85%-ը Վասպուրականի, Վանի նահանգի կոնկրետ հայության եւ պատահական չի, որ Արևելյան Հայաստանի տարածքում, այսինքն ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում շատ են վանեցիները, հատկապես Երևան քաղաքում եւ Վաղարշապատում, Արարատյան դաշտում բավական շատ են վանեցիները։ Մենք պետք է նաեւ այստեղ նշենք, որ վանեցիների դեմ գործել են ոչ միայն թուրքական հրամանատարական, այսպես գործողություններով հստակ ուղղորդվող ուժեր, այլ նաև նույնիսկ գերմանացի սպա է հրավիրվել Էրզրումից, որ կարողանար ուղղորդել նրանց գործողությունները եւ անգամ այդպիսի պրոֆեսիոնալ միջամտությունը չի խանգարել, որպեսզի վանեցիները հասնեն հաջողության։ Վանի ինքնապաշտպանությունը այս առումով մնացել է որպես կարևոր դաս մեր սերունդներին, որ ոչ թե պետք է գլխիկոր հանձնվել թուրքական եւ որևէ այլ ճշտամական այսպես բախտի քմահաճույքին եւ բարեհաճությանը նրանց պայմանական բարեհաճությանը, այլ պետք է հակառակը փրկվել միայն ինքնապաշտպանությամբ։ Ինքնապաշտպանական բնազդը, առաջնային բնազդը ցանկացած կենդանի օրգանիզմի մոտ մարդու պարագայում բանականությամբ պետք է միահյուսվի եւ մղի մտածված, կազմակերպված ինքնապաշտպանության եւ դրա միջոցով հաղթանակի։ Վանի ինքնապաշտպանությունը ոչ միայն անցյալի դրվագ է, այլև հայ ժողովրդի միասնականության, հերոսականության ու ինքնազոհության վառ օրինակ։ Հետաքրքրական է, որ Վանի ինքնապաշտպանության ժամանակ վանեցիները ջարդել են ու հետ են մղել թուրքական գրեթե բոլոր գրոհները։ Վանեցիների սխրանքը այսօր մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակում ազգային միասնականությունը կարող է դառնալ խնդրի լուծման բանալի։ Իսկ մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։